Եվ ինչ կլինի, եթե մենք ամբողջ ջուրը վերցնենք օդից, մթնոլորտում ընդհանուր առմամբ մոտ 13,000 խորանարդ կիլոմետր ջուր կա, մենք մեր ամբողջ արտադրությունը, արդյունաբերությունը եւ մնացած ամեն ինչ տարեկան ծախսում ենք մոտ 4,000։ Այսպիսով, սպասեք, պարզվում է, որ ընդամենը 3 տարվա ընթացքում մենք կչորացնենք ամբողջ օդը, ոչ չենք չորացնի։ Նույնիսկ եթե ցանկանանք, չենք կարող, քանի որ մթնոլորտում խոնավությունը լրացնում է օվկիանոսից գոլորշիացման միջոցով, ընդամենը 2-3 տարի հետո մենք կտեսնենք շոշափելի արդյունք։ Մթնոլորտում խոնավության մակարդակը նորմալանում է։ Կլինեն ավելի քիչ տորնադոներ, փոթորիկներ, անոմալ տեղումներ, նման տեխնոլոգիաների ներդրումը ենթադրում է էներգիայի նոր աղբյուրների օգտագործում։ Ամբարտակները կարող են բացվել, գետերը կվերադառնան իրենց ունի մեջ եւ կվերսկսեն բնական հոսքերը, որքան շատ ջուր վերցնենք օդից, այնքան օվկիանոսը կլրացնի դա։ Գոլորշիացման պատճառով եւ մենք այդ գոլորշիները նոսրացնելու եւ մաքրելու ենք դրանք միկրոպլաստիկից եւ ընդամենը 5-8 տարի անց մենք կտեսնենք, թե որքան մաքուր են դարձել ջրերը, կանցնեն ջրհեղեղից, չորությունից, ջուրը կդադարի քշել մարդկանց տները։ Կլիման կդառնա շատ ավելի մեղմ եւ կանխատեսելի, եթե մենք այսօր ներդնենք այս տեխնոլոգիան, վաղը ձեր տունը չի քշվի ջրհեղեղի պատճառով, այլ դրա համար։ Առաջիկա 3 տարիներին պետք է սկսել այն ներդնել եւ դա անելու համար այսօր այդ մասին պետք է իմանան բոլորը։ Եվ մարդիկ իրենք են պահանջելու նման տեխնոլոգիաների ներդնումը։ Դուք կարող եք օգնել վերահրապարակելով այս նյութը։ Այս տեխնոլոգիայի մասին լրացուցիչ տեղեկությունները պրոֆիլի վերնագրում։